Ֆանտան գյուղը հիմնադրվել է 1829 թվականին ռուսական ցարի կողմից։ Երբ որ Ռուսաստանում աքսորեր են մալականներին, նրանք Հայաստանում տեղավորվել են Ստեփանավանից մինչև Ֆանտան։ Հենց դրա համար էլ մեր գյուղը կոչվել է Ֆանտան։ Իհարկե սկզբնական շրջանում եղել է Սուխոյ Ֆանտան, որովհետև Գութանասարի ստորոտում քանդել են ռուսները, թունել են տվել մոտ 300 մետր, որպեսզի Ֆանտան դուրս գա, շատրվան լինի։ Ցավոք սրտի չի եղել, դրա համար կոչվել է Սուխոյ Ֆանտան։ Ռուսները, մալականները մեզ մոտ բնակվել են եւ 1921 թվականին, երբ որ ստեղծվել է խորհրդային միությունը, Ֆանտանում եկել են բնակվելու վերին գյուղերից հայերը։ Մեր գյուղը մինչև հայրենական պատերազմը ունեցել է շուրջ 130-140 տնտեսություն։ Հայրենական պատերազմին մասնակցել են 250 անձնավորություն, որից 119 չեն վերադարձել, զոհվել են։ Մեր գյուղը ունեցել է 2 խաչակիր, կարմիր խաչի զինվոր եւ մի փառքի կավալեր։ Նույն տարում տվել է 2 աշխատանքային հերոս, որը մեծ ցուցանիշ է սովետական միության մասշտաբի վերաբերյալ։ Խորհրդային միության տարիներին եղել է այս շրջանի առաջավոր գյուղերից մեկը։ Մեծամասնությունը զբաղվել է անասնապահությամբ եւ հացահատիկային կուլտուրաների մշակման, որի վերաբերյալ գյուղը ցուցաբերել է մեծ արդյունք, ունեցել ենք բազմաթիվ խրախուսանքներ պետության կողմից։ Նույնպես հիմա գյուղը զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով։ Հացահատիկային կուլտուրաները, որ մենք մշակում ենք, խորհրդային միության տարիների համեմատ անկում է ապրում։ Անասնապահության գլխաքանակը նվազել է։ Հացահատիկային կուլտուրաները գյուղացիները չեն կարողանում 100%-ով մշակել։ Ցանկատարածությունները որոշ չափեր մնացել են, ոնց որ ասած, առանց մշակելու։ Ներկայիս դրությամբ, եթե նրանք ասում են, որ պետք է անկախնիկ առևտուր կատարեն, դա գյուղատնտեսության համար բացարձակապես բացասական է, որովհետև գարնանային աշխատանքներին ես կանխիկ գումար եմ տալի մեխանիզատորին, որ վարի, կանխիկ գումար եմ տալի, որ ցանի, կանխիկ գումար եմ տալի, որ կուլտիվացիա անի, կանխիկ գումար եմ տալի, որ քաղեն, կանխիկ գումար եմ տալի, որ բերեն։ Ուրեմն իմ թոշակը այն 20% որ ասում են, դրան չի վերաբերվում։ Գյուղացին այդ հարցում կարելի ասել 5% էլ օգուտ չի ունենում։ Նրանք հանգիստ են ասում։ Այս բանը կլիներ այն ժամանակ մեր պետության համար, եթե յուրաքանչյուր աշխատող այդ գումարը նշեր։ Բայց եթե ես մեխանիզատոր եմ, գումարը նշեմ, իմ հարգերը բարձրնեմ։ Գյուղնախարար չունենք, մեր խոսալու ումն է պետք։ Ենթադրենք ես հիմա ասում եմ, առաջարկում եմ, որ ես ձևի պետք է լինի, բայց որ նախարար չունենք, իմ առաջարկությունը ընդունող չկա։ Մեզ ասում է, որ ասում են նախքին նախարարի տեղակալը այդ հարցերը խոսում է այդ հարցերից, գեղեցիկ չի։ Ուրեմն մեր պետությունը ինչքան աղքատ է, որ մի նախարար չի կարողանում պահել, թող նախարարությունը փոքր լինի,
շատ աշխատողներ չլինեն, բայց նախարար լինի։ Եթե նախարար չունենք, մենք հարց լուծող չենք։ Նախարար ունենալը նախարարը թող պատասխան տա, ոչ թե մենք։ Օրինակ ունենք բելարուսական կոմբայներ 72-80 հազար դոլարանոց։ Գյուղացին եթե 20 տարի որ օգտագործի չի կարող այդ գումարը փակել։ Դրա համար պետք է պետությունը միջամտի, որ լինի կազմակերպություններ, այսինքն նրանք վերցնեն այդ մեխանիզմները եւ տարին մի անգամ աջակցեն գյուղացուն, որովհետեւ կան մարդիկ, որոնք չունեն ոչ մի տեսակի միջոցներ, իրենց տարիքից կախված նրանք չեն կարողանում աշխատեն եւ երիտասարդներ չունեն։ Երիտասարդները բացակայում են աշխատանք չլինելու պատճառով։ Եթե շրջակայքում լինի աշխատանք, ոչ մի դեպքում երիտասարդները չեն գնա։ Մենք Չարենցավանից 4 կիլոմետր ենք հեռու։ Չարենցավանը ունեցել է 8 խոշոր ծանր արդյունաբերության գործարաններ, որից մեր համայնքի մոտավորապես 80% երիտասարդությունը ամեն մեկը իր մասնագիտությամբ աշխատել է Չարենցավանում։ Այդ ժամանակ գյուղը եղել է շատ մեծ ծաղկում վիճակում, իսկ հիմա մեզ մոտ, այսինքն բոլոր շրջակա գյուղերում աշխատանքը բացակայում է, քանի որ մեր գյուղը մոտ է Երևանին եւ շինարարությունը գնում է միայն Երևանում, մեր երիտասարդությունը մեծամասնությունը աշխատում է Երևանում։ Մեր կառավարությունը առաջնահերթ պետք է հանրապետության մասշտաբով ստեղծի աշխատանքային տեղեր։ Կան որոշ բաներ, որ մենք ներկրում ենք տարբեր երկրներից, բայց մենք կարող ենք ինքներս արտադրենք ցանկացած տիպի թե տնտեսական ապրանքներ, թե այնպիսի մանր տեխնիկական ապրանքներ, որոնք օգտագործվում է գյուղատնտեսության մեջ եւ այլ տեղեր։ Մենք այնպիսի բաներ ենք բերում դրսից, որ մեր պետությունը, մեր Հայաստանը ունեցել է այդ գործարանները։ Մենք ի վիճակի ենք դրանք նորից վերականգնելու, բայց չեն կատարում։ Չեն կատարում ինչ-ինչ պատճառներով, դա մեզանից ոնց որ ասած բարձր է, չեն կարող իմանալ ղեկավարների կարծիքը։ Պետք է հանրապետությունը զարգանա, երբ որ հանրապետության ներսում կզարգանա արդյունաբերությունը։ Ես 100% համոզված եմ, մեզ մոտ ամեն տիպի արտադրություն կարելի է կազմակերպել։ Եթե այդ հարցերը նրանք լուծեն, 3-4-5 տարի հետո մենք կարող ենք ոնց որ ասած բարձրից խոսել, լավից խոսել, արդյունք ստանալ, եւ դա մեր պատիվն է։ Ես չեմ ասում այնպիսի արտադրանք դնեն, որը միջազգային արենայում չվաճառվի։ Թող դնեն այն, ինչ որ մենք ենք օգտագործում, սկզբնական շրջանում։ Եթե մեր արտադրանքը մենք որ օգտագործում ենք, որակյալ լինի, այլ երկրներն էլ կներկրեն։ Ես բոլոր ընտրություններին մասնակցելու եմ։ Չմասնակցողները, եթե չեն մասնակցում, նրանք պետության մասին չեն մտածում։ Նրանք հուսախաբված են։ Ընտրությունը այնպիսի մի բան է, որ շատ դեպքում ամենածույլ աշխատողը ամենագեղեցիկն է խոսում։ Փորձը ցույց է տալիս ընտրարշավի ժամանակ, քարոզարշավի ժամանակ մարդիկ, որ ելույթ են ունենում,
Գութանասարի բարձրության խոսքեր են ասում, բայց երբ որ անցնում են գործի, այդ խոսքերը գնում է ընդերք, Գութանասարից իջնում են ներքև, դրա համար ոչ ոքի ասածը իրականություն չի դառնում, յուրաքանչյուր մարդ, եթե խոսում է, եթե արտահայտվում է, ասում ես այս ձևի, եթե մի 5 անձնավորություն լինի, մենք երկրագնդի վրա ամենալավ վեդությունը կդառնանք։ Պետք է մարդ որոշ չափով իր գործերի մեջ հաստատուն լինի, ոչ թե ուղղակի ինձ ասի այնպես, ընդունվա ու վերջ, փակվավ ամեն ինչը։ Ինձ համար պետք է իմ պետությունը զարգանա, իմ բնակչությունը, իմ շրջապատը հարստանա, աղքատ մարդ չունենանք, պետք է բոլորը հավասարազոր լինեն։